Միացյալ Նահանգներ, երբ որ 2-3 անգամ գնացի, այնտեղ ինձ իմ բարեկամները ասեցին, գիտես ինչ են ասում են, որ դու ստեղ տուն ունես։ Սովորաբար երբ գալիս ես երեխայդ դպրոց ես տանում։ Բայց դու չպետք է վախենաս նրանից, որ քո ռեյտինգը ընկնում է ռեֆորմների արդյունքում։ Ինքը շանս չունի հաջողություն ունենալու քաղաքական դաշտում։ Որևէ դեպք չեմ հիշում, որ բլոկած լինեմ որևէ մեկին։ Չեմ բաժանել պետական համակարգի աշխատողներին, մերոնցականների եւ ոչ մերոնցականների։ Օրինակ զգուշացում չլայքել Facebook-ում որևէ ընդդիմադիր քաղաքական գործի աշխատակազմին հետևել անդադարել։ Երբեք կառավարող քաղաքական ուժը ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում քաղաքական պայքարի մեջ մտնում է հաղթելու նպատակով։ Իմ մորս ամեն օր կտեսնեն, օրինակ Շենգավիթում տան առօրյա հոգսերը հոգալիս գնումներ անելուց, ոդկով։ Բարի օր, Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջույն, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հարցերին պատասխանել։ Ես մեր հյուրերին նախապես միշտ զգուշացնում եմ, պարոն Հարությունյան, որ լինենք այսօր անկեղծ միմյանց հետ։ Ես փորձում եմ կերպարներ բացահայտել, թե ինչպիսին եք դուք։ Հիմա ես կուզեմ սկսել 2018 թվականի հեղափոխությունից, դուք ձեռնափայտով պետական համալսարանից քայլեցիք Գյումրի, այնտեղից եկաք Հանրապետության հրապարակ եւ կարելի է ասել դուք հիմա սուպեր պաշտոնյա եք սուպեր լիազորություններով։ Համաձայն եք այդ մտքի հետ, թե ուղղակի աշխատակազմի ղեկավար եք։ Իհարկե տեսել եմ հատկապես վերջին տարիներին, որ այդպիսի կերպար են փորձում ներկայացնել որպես այդպիսի կերպար, բայց իմ լիազորությունների շրջանակներում իմ աշխատանքն եմ կատարում եւ իհարկե քաղաքական երկար ճանապարհ եմ անցել այս թիմի հետ, որը հիմա կառավարությունն է ձևավորել, ըստ էության եղել եմ հիմնադիրը այս ուժի, եղել եմ այս ուժի քաղաքացիական պայմանագրի վարչության առաջին նախագահ եւ հետեւաբար որոշակի նաեւ քաղաքական ազդեցություններ կան, բայց դրանք բնական են, որովհետեւ երկար ժամանակ երբ որ կուսակցություն ես ձևավորում, հետո նաեւ իշխանության մեջ ես լինում, դա բնական երևույթներ են, բայց ես մնում եմ իմ լիազորությունների շրջանակում արտառոց որևէ բան չկա։ Սուպեր պաշտոնյա չեք համարում ձեզ։ Շատ է չափազանցված բան Հարությունյան է ձեր պաշտոնի։ Կարծում եմ, որ այո, եւ ավանդաբար այդպես եղել է մեզանում վերջին 30 տարիներին, յուրաքանչյուրից ինչ որ մամուլում կամ հանրության շրջանում ինչ որ այնպես կերպարներ ստեղծել, որոնք հիմնականում իրականության չեն համապատասխանում։ Հեշտ է պարոն Փաշինյանի հետ աշխատել, դուք ամենաերկարակյաց աշխատակազմի ղեկավարն եք, հախուռն բնավորություն ունի պարոն Փաշինյանը, իր հրահանգները կատարելը, հանձնարարությունները հեշտ են։ Դե մենք իրականում բարդ ժամանակներ ենք ապրում եւ այսպես հեղափոխական ժամանակներ մենք ապրում, երբ որ տարբեր ոլորտներում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում եւ վարչապետի պահանջներն էլ միշտ բարձր են եւ բնականաբար հեշտ չի այն հանձնարարականները, որոնք տրվում են, բայց քանի որ մենք բավականին երկար միասին աշխատում ենք, արդեն բավականին երկար այդ ժամանակը աշխատել թույլ է տալիս, որպեսզի արդյունավետ լինի այդ աշխատանքը եւ չեմ կարծում, որ հեշտ չի, բայց բարդ էլ չի։ Կան օրինակ հանձնարարություններ, որ տրվում է Փաշինյանի կողմից, ձեր սրտով չէ, բայց փորձում եք կատարել։ Թե դուք պարտավոր եք ի պաշտոնե նաեւ այդ հանձնարարությունները։ Գիտեք, երբ որ քաղաքական առումով նույն դաշտում ես գտնվում եւ միասին մի թիմում արդեն
մոտ 13 տարի թրծվում ես, բոլոր այդ հանձնարարականների տրամաբանությունը բխում է այն տրամաբանությունից, որ դու ունես։ Եվ հետևաբար արտառոց բաները այդտեղ տեղի չեն ունենում։ Լինում են բարդ հանձնարարականներ, լինում են հեշտ հանձնարարականներ, բայց արտառոց որևէ բան չի լինում։ Բոլորը ասում են, որ պարոն Փաշինյանը ամենաշուտն է կառավարություն գալիս եւ ամենաուշն է դուրս գալիս, հա, կառավարությունից։ Այդ աշխատանքային ժամերը սահմանված են, թե կարող եք գալ ու մոռանալ տուն գնալու մասին։ Դե ինքը մոտարապես սովորաբար լինում է եւ ավելի շուտ, բայց սովորաբար 7:30 է գալիս, մոտարապես այդ ժամին ես էլ եմ գալիս։ Ամեն օր լինում է նաեւ շաբաթ օրերը եւ առավոտյան շուտ է իմ զեկուցումը, այսինքն նախորդ օրվա տեղի ունեցած է եւ առաջիկա առաջադրանքները ես տանում եմ առավոտ շուտ, առավոտյան 8:30 զեկուցման եմ եւ դրանից հետո արդեն այն հանձնարարականները տրված են օրվա ընթացքում իրականացում են, այո, ինքը շուտ գալիս է եւ բավականին ուշ գնում է։ Պարոն Հարությունյան, նաև այսպիսի տեղեկություններ անդադար շրջանառվում են ձեր անձի հետ կապված, որ դուք եք որոշում կայացնում, ով պետք է մտնի Փաշինյանի մոտ, եթե բլոկում եք այդ մարդուն, ուրեմն ինքը չի մտնում Փաշինյանի մոտ, նույնիսկ սեռի կարդինալ են անվանում եւ այլն։ Որքանով են իրական այս տեղեկությունները, որ անդադար ձեր մասին պատմում են։ Դրանք իրական չեն, որովհետեւ լինում են դեպքեր, երբ որ նախ վարչապետը ինքը պարբերաբար զեկուցումներ ունի եւ իր շաբաթը հիմնականում նախարարների, գերատեսչությունների, ղեկավարների պարբերական զեկույցներն են, այդ արդեն մի բլոկ, որ չես կարող բլոկել, եւ հետո վարչապետը ինքն է ընտրում ում հետ է հանդիպում, որ ժամին, որ օրը, դրանով հիմնականում արարողակարգն է զբաղվում։ Լինում են դիմումներ վարչապետի հետ հանդիպման, դա համաձայնեցնում եմ իր հետ եւ այդ հանդիպումները տեղի են ունենում։ Որևէ դեպք չեմ հիշում, որ բլոկած լինեն որևէ մեկին։ Իսկ խորհուրդ տաք Փաշինյանին չընդունել օրինակ ինչ-որ մի պաշտոնյայի, որ ձեզ համար ընդունելի չի, ասեք, որ չէ, պետք չի այս պաշտոնյայի հետ հանդիպել։ Ընդունելի, չընդունելու տարբերակը չէ, լինում են դիմումներ, ասենք տարբեր հիմնարկներից կամ արտասահմանյան հյուրեր կամ թեկուզ ներսի քաղաքական ուժերից մենք այդ առաջարկները շրջանառում ենք, այդպիսի միանձնյա որոշումներ չի կայացում, գերատեսչությունները ում ոլորտին վերաբերում է այդ հանդիպման առաջարկը, իրենք կարծիքներ են տալիս եւ որոշում է կայացվում այդ հանդիպումը կազմակերպել կամ ոչ, նպատակահարմար է թե ոչ։ Իսկ սեռի կարդինալի մասին լսել եք երբևէ։ Այո, լսել եմ։ Ինչով է պայմանավորված, որ հետ մտածում եք, ինչը կարող է մարդկանց մոտ այդպիսի տպագողություն։ Չեմ կարող ասել։ Քաղաքական թիմը գուցե այդպիսի տեղեկություններ տարածի, որ որոշում կայացնողը դուք եք, բլոկանողը դուք եք, որոշում կայացնողը դուք եք։ Ճիշտն ասած, հատկապես վերջին շրջանում մամուլում այդպիսի որակումներ կա, բայց ուշադրություն չեմ դարձնում եւ չեմ էլ մտածում, թե դա ինչու է այդպես։ Պարոն Հարությունյան, ինչպես եք տարանջատում վարչական եւ կուսակցական ռեսուրսը, որովհետեւ նաեւ ՔԲ շտաբի ղեկավարն եք, որպեսզի կառավարությունը չդառնա քաղաքական շտաբի կազմ, դուք առանձնացնեք դրանք։ Ինչպես եք այդ տարանջատումը իրականացնում։ Շատ բնական, ես ամբողջ օրը իմ աշխատանքային ժամերին, հիմա արդեն որ նշանակվել եմ, զբաղված եմ այս տեղի աշխատանքով, այնուհետև արդեն կամ շաբաթ-կիրակիներին կամ երեկոներ զբաղվում եմ կուսակցական հարցերով, դուք տեսել եք մեր բոլոր նիստերը ըստ էության երեկոյան տեղի ունենում, որևէ նիստ կամ քննարկում աշխատանքային ժամերին չի լինում, հազվադեպ կարող է լինել ընդմիջման ժամերին, բայց ոչ ավելին։ Այսինքն կոնկրետ բաժանում ունեք, որ քաղաքական հատվածը երբեք Միանշանակ ես դրան մեծ ուշադրություն եմ դարձնում, նաև կուսակցության մեջ էլ միշտ եղել եմ այդպես բարևարկությանը հետևելու կողմնակից եւ չեմ կարծում, որ 100% դեպքերում դա այդպես կստացվի, բայց մենք շատ մեծ ուշադրություն ենք դրան դարձնում։ Իսկ այն տեղեկությունները, որ կառավարությունում այլակարծիք ունեցողները աշխատանքից ազատվում են, նույնիսկ հետևում եք Facebook-յան լայքողներին, ովքեր ընդդիմադիրներին կլայքեն, աշխատանքից կհեռացվեն, կա այդպիսի մթնոլորտ կառավարությունում։ Այդպիսի մի դեպք չեք կարող կոնկրետ օրինակով ասել, որովհետև այդպիսի բան չկա։ Եվ ես այդ սկզբունքին երբեք չեմ հետևել, սկսած նախարար եղած ժամանակվանից։
Ես այդ օրինակը միշտ բերում եմ, այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնք օրինակ հանրապետական կուսակցության անդամներ էին, ընդ որում տարածքայինների անդամներ, նույնիսկ կարծեմ ղեկավար, բայց տեսնելով մարդու որակները ես չեմ բաժանել պետական համակարգի աշխատողներին, մերոնցականների եւ ոչ մերոնցականների, իհարկե այստեղ աշխատելը պահանջում է, որպեսզի քաղցառավները պահպանեն այդ չեզոքությունը եւ իհարկե դրան ի պաշտոն է բոլոր այստեղ հետևում են, ով ունեն այդ պարտականությունները, այսինքն քաղաքական process-ներ ներսում դրանով պայմանավորված պաշտոնանկություններ չի եղել։ Օրինակ զգուշացում չլայքել Facebook-ում որևէ ընդդիմադիր քաղաքական գործի աշխատակազմին հետևել անդադար։ Երբեք որևէ մեկը մի օրինակ չի կարող այդպես բերել։ Դուք էլ Facebook-ում ակտիվ եք, ակտիվ գրառումներ եք, հետևում եք օրինակ այդ process-ին, ինչա տեղի ունենում, կառավարությունը, ինչ, այսինքն աշխատակազմից, ինչ վերաբերմունք ունեն, մեկնաբանություններ գրում են, չեն գրում, դրանք թույլ տալիս եք օրինակ։ Որտեվ ես խեմ նույնիսկ ես դրան ասեմ, անդադար շահարկումը կա, ես ուզում եմ դուք ներկայացնեք, արդյոք այդպիսի մեխանիզմ գործում է կառավարությունում։ Աշխատակազմում կա մոտարապես երևի մոտ 500 պաշտոնյա եւ աշխատակից, կարող եմ հիմա ասել, որ նրանց գերակշիռ մեծամասնությունը նույն Facebook-ում իմ ընկերների մեջ չկան։ Եթե ես լինեի մի պաշտոնյա, այդպես ում շուրջ այդ միֆերը ստեղծում են եւ ասում, որ այդպիսի պահանջներ կա, նրանք, այսպես ասած, բերման ենթարկված կլինեին իմ Facebook-յան էջ եւ պարտադրված կլինեին լայքելու, չեք կարող, շատ քիչ կարող եք այդպես գտնել, որը չնչին տոկոս կարող է կազմել աշխատակազմից։ Իսկ այդ միֆերը հետայացքով հասկանալի է ձեզ համար, ինչի կարող են այդ միֆերը ձևավորվել ձեր անձի հետ կապված, օրինակ, որ դուք եք ամեն ինչ ասողը, եթե մեկը դուրս չգա աշխատանքի չեք վերցնում, հեռացնում։ Չեմ կարող ասել, նման երևույթ չկա առհասարակ եւ կարծում եմ, որ ավանդաբար քաղաքականության մեջ այդ այսպես ասած անձը պետքա լինի, ում շուրջ օրինակ այդ նույն ձեր ասած սերի կարդինալի միֆը ստեղծեն, նախկին կառավարություններում էլ են եղել։ Եվ մեր ժամանակ եւ մեզանից առաջ եւ կարծում եմ, որ դա այտենց եզակի երևույթ չի եւ ապագայում էլ կլինեն։ Կան օրինակ վիճակագրություն ձեզ մոտ, քանի աշխատող եք աշխատանքից հեռացրել ոչ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար կամ վստահության կորուստ եք ունեցել ու որոշում եք կայացվել, որ պետք է աշխատանքից հեռանալ։ Չեմ կարող այտենց վիճակագրություն ասել, բայց եւ դասախոս եղած ժամանակվանից կարող եմ ասել եւ տարբեր պաշտոններ զբաղեցնելով կարող եմ ասել, որ ղեկավարից է շատ բան կախված, թե մարդը ոնց կսովորի, ոնց կաշխատի։ Եվ երբ որ տեսնում եմ, որ դասախոսը արդյունավետ է արդար է ուսանողի նկատմամբ, այդ ուսանողը սկսում է սովորել, երբ որ անհատական մոտեցում կա։ Երբ որ տեսնում են, որ ղեկավարը արդար է եւ հավասար վերաբերմունք ունի, տարբերություն չի դնում որևէ մեկի մեջ, նույնիսկ ամենաանարդյունավետ աշխատողը սկսում է աշխատել, չեմ ասում մեծ արդյունավետությամբ, բայց սկսում է աշխատել։ Իսկ չվստահելը մարդուն ինչ պետք է անի, որ օրինակ դուք սկսեք մարդուն չվստահել ու աշխատանքի հեռացման ասեք դիմում գրի կա, ինչ որ Ես այդպիսի մի սկզբունք ունեմ եւ քաղաքականության մեջ, եւ կյանքում, եւ աշխատանքում, որ անվերապահ վստահել մարդուն, քանի դեռ ինքը հակառակի ապացույց չի այսպես հրամցրել։ Դա կարող է լինել եւ պարբերաբար ոչ ճշգրիտ ինֆորմացիա տրամադրելը, պարբերաբար ոչ արդյունավետ աշխատելը, պարբերաբար ստելը, երբ որ այդ երևույթն է դու անընդհատ տեսնում ես, այդ դեպքում վստահությունը փոխվում է մարդու նկատմամբ։ Չեք հանդուրժում այլևս այդ դեպքում։ Ունեցել եք նման դեպքեր։ Եղել են։ Որ մի անգամից ասել եք դիմում գրի եւ հեռացել։
դիմում գրի հեռացին այդպես չի լինում, զրույց ենք ունենում եւ մի դեպքում կարող ես ասել, որ մենք միասին չենք կարող աշխատել, մյուս դեպքում այլ մեխանիզմներ կարող են աշխատել։ Պարոն Հարությունյան, իսկ կան դեպքեր, երբ որ օրինակ չեղարկում եք պետական գնումը, տեսնում եք, որ մրցակցությունը սխալ է բաշխվել, ու ասենք պետք է չեղարկել այս պետական գնումը, սա սխալ որոշում էր։ Օրինակ կհիշեք այդպիսի դեպք, մեզ մի քանի դեպք արձանագրեք։ Ճիշտն ասած գնումներով հիմնականում զբաղվում է գործերի կառավարչությունը եւ հետևում եք, բայց դուք process-ում մասամբ, որովհետեւ գնումները աշխատակազմում շատ մեծ չեն եւ ընթացիկ են, այսինքն դրանք ռելսերի վրա դրված գնումներ են, որոնք ամեն տարի երևի տասնամյակներով նույն գնումները տեղի են ունենում աշխատակազմի պատշաճ աշխատանքը ապահովելու համար, դա հիմնականում։ Իսկ հետևում եք, որ այդ իսկապես մարդիկ կարողանան օգտվել այդ գնումներից, որպեսզի մրցակցություն լինի միայն մեկ անձի շնորհիվ, որտեղ նախկինների ժամանակ միշտ քննադատել ենք, որ մեկ անձն է միշտ գնումներն անում կառավարությունը։ Մենք այդպիսի համակարգ չունենք, որ որևէ մեկին խրախուսենք կամ չխրախուսենք, դա համակարգ է, որի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, մեր գնումը այնտեղ կախվում է եւ որևէ մեկը կարող է գալ մասնակցել այդ գնմանը եւ այդ գնումը տեղի ունենա։ Երբեմն լինում են դեպքեր, երբ որ այս գնումների համակարգը թույլ է տալիս եւ դա վատ է, որ գնումներին մասնակցեն ոչ պրոֆեսիոնալ կազմակերպություններ կամ ընկերություններ եւ այդտեղից խնդիրներ են առաջանում, որոնք հետո դժվարությամբ կարողանում են հաղթահարել։ Որտեւ նախկինների ժամանակ միշտ այդ խոսակցությունը եղել է, որ դոստուբ են ունեցել կառավարությունը մի քանի անձինք, ովքեր խոշոր ներգրողներ են եւ այլն, կա այս կառավարությունը որևէ նման դեպք չեն կարող մատնանշել, որ կան, այսպես ասած, սիրված ընկերություններ, որոնք մասնակցում են գնումներ, որովհետև դա տեխնիկապես էլ հնարավոր չի։ Դա տեխնիկապես հնարավոր չի։ Եթե նույնիսկ լինի այդպիսի սիրված մի ընկերություն, որը գա X գինը տա, Y ընկերությունը կարող է մասնակցել ավելի ցածր գնով եւ շահել մրցույթը։ Հիմա անդրադառնանք ձեր ՔՊ շտաբի ղեկավար լինելու հետ կապված 2026 թվականը սարերի ետևում չի, խորհրդարանական ընտրություններ են ու կարելի ասել քաղաքական ուժերը թեժ պայքարի մեջ են արդեն։ Եթե 50+ չստացվի ՔՊ-ին հավաքել, ինչ է ձեզ սպասում, շատ պատասխանատու գործ է ձեզ վստահված քաղաքական ուժ, եթե մտնում է այդպիսի եթե ինքը շանս չունի հաջողություն ունենալու քաղաքական դաշտում։ Իհարկե մեր հանրությունն է տալիս այդ քվեն եւ ինքն է որոշելու թե 26 թվականի հունիսին ով է ձևավորելու նոր կառավարությունը կամ այս կառավարությունը շարունակելու է իր աշխատանքը թե ոչ, բայց մենք եւ քաղաքական ուժ եւ հատկապես կառավարող քաղաքական ուժը ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում քաղաքական պայքարի մեջ մտնում է հաղթելու նպատակով։ Եվ այդպիսի եթեներ չի քննարկում մեզ մոտ։ Քաղաքացիների հետ շփումներում ինչ եք հասկանում, պարոն Հարությունյան, ինչպես է տրամադրված քաղաքացին ձեր կուսակցության, ձեր իշխանության նկատմամբ, որովհետև ընդդիմադիրներն անդադար ասում են, որ հիասթափվել են, հոգնել են այս իշխանություններից։ Ընդդիմադիրների գործն է ասել, որ հիասթափվել են, հոգնել են, եւ էլի ամբողջ աշխարհում դա տարածված երևույթ է, Հայաստանը դրան բացառություն չէ, բայց պետք է ասեմ, որ հատկապես վերջին 1-2 տարիներին եւ վերջին ամիսներին օգոստոսի 8-ից հետո ես տեսնում եմ, որ տրամադրությունները զգալի փոխվել են, մարդիկ ավելի հանգիստ հանդարտ են եւ ավելի շատ սկսել են բովանդակային ռեֆորմներ քննարկել, քան ուշադրություն դարձնել դեսից դենից եկող ասեկոսեներին կամ սուտ լուրերին եւ դա լավ է եւ հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո ես տեսնում եմ, որ մեր հանրությունը շատ ավելի հանգիստ հանդարտ է եւ տրամադրությունները ավելի դրական են։ Ձեզ հանգստացրել է Էջմիածնի ընտրությունները, որ կարողացավ ձեր տեխնացուն հաղթել, թե այլ հույսեր ունեք։ Էջմիածնի ընտրությունները իհարկե ցույցիչ էին, որովհետեւ շատ լավ արդյունք է այնտեղ գրանցվել եւ լավ մեկնարկ է առաջիկա ընտրություններից առաջ։
Պարոն Հարությունյան, նաև անդադար իշխանություններին մեղադրում են, որ դուք քաղբանտարկյալների հաշվին եք կարողանում ռեյտինգ ձեռք բերել, Սամվել Կարապետյանին եք կալանավորել, Սրբազաններին եք կալանավորել, ու անդադար այդ կալանքները կշարունակվեն, մինչև դուք կարողանաք այլևս ընդդիմադիր դաշտում չունենալ ձեր դեմ պայքարողներին։ Նախ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, եւ յուրաքանչյուր ոք, ով այս կամ այն քրեական գործով ներգրավում է, նրանց արարքները համապատասխանում են քրեական օրենսգրքի որևէ հոդվածին կամ նկարագրված դեպքին, դա պարզապես ընդդիմադիր դաշտի հնարքներ են եւ մեզ շատ են մեղադրում, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նախկինում ենթադրել հանցագործություններ են արել, բանտերում չեն, մեզ էլ են մեղադրում եւ բայց մենք քանի որ մեր հիմնական սկզբունքը իրավական պետություն ստեղծելն ու կառուցելն է, մենք երբեք չենք գնում այնպիսի գործողություններ, որոնք դուրս են այդ իրավական համակարգից եւ դա իրավական համակարգն է ամբողջ այդ իրավիճակի կառավարողը եւ այդ բոլոր process-ները տեղի են ունենում օրենքի եւ սահմանադրության շրջանակներում, մենք քաղբանտարկյալ չունենք։ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չէ, քաղաքական խոսքի համար միանշանակ ոչ։ Բագրատ Սրբազանը կալանավորվել է, նաեւ քաղաքական կոնկրետ դրվագներով կալանավորված են իրավապահ մարմինները եւ դատախազությունը եւ մյուսները հանդես են եկել համապատասխան նախաձեռնություններով եւ հայտարարություններով եւ այդ ամեն ինչը իրավական դաշտում է տեղի ունենում։ Կամ ինչ-որ մի ուժ, որ իշխանությունը օրինակ վախենում է այդ քաղաքական ուժից ու մտածում է, որ 26 թվականին իրենք ավելի հզոր կարող են լինել եւ դառնալ իշխանություն 26 թվականին։ Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր ուժերին հավասարապես եւ բոլոր ուժերին անկախ նրանից թե նրանք ինչ դիրքավորում ունեն, լուրջ ենք վերաբերում եւ չկա այդպիսի մի քաղաքական ուժ, որին կառանձնացնենք, բայց քարոզարշավի եւ քաղաքական պայքարի հիմքում իհարկե մենք դնում ենք ոչ թե ուժերի դեմ պայքարելը, այլ ավելի շատ մեր դրական ասելիքը ցույց տալը եւ պոզիտիվը քաղաքական դաշտ բերելը եւ սա լինելու է նաեւ 26 թվականի մեր հիմնական սկզբունքներից մեկը։ Իհարկե մրցակցությունը, բանավեճը քաղաքական դաշտում կան եւ կլինեն եւ մենք բնականաբար անհրաժեշտության դեպքում կարձագանքենք, բայց ես ասացի մեր հիմնական սկզբունքը լինելու է եւ մեր դրական ասելիքը ցույց տալը եւ մեր աշխատանքը ցույց տալը, որովհետեւ այն բաց է, հրապարակային է, մեր հանրության առաջ է եւ իրենք կարող են գնահատել արժանի է քաղաքացիական պայմանագիրը շարունակելու մնալ որպես կառավարող ուժ, թե ոչ։ Պարոն Փաշինյանը ռեյտինգ ունի, ձեզ եւ նաեւ ձեր իշխանության մյուս անդամները նկատի ունեմ ձեր գլխավորությամբ, այս պահին վայելում եք, ինչպես 2018-ին եք վայելում հանրության սերը։ Չի կարող հեղափոխությունից հետո բարդ ժամանակաշրջան անցած քաղաքական ուժը ունենալ ռեյտինգը, որ ուներ հեղափոխությունից հետո։ Ես հիմա այդ հարցազրույցից չեմ կարողանում գտնել, բայց որ փնտրեմ կգտնեմ 2018 թվականի եւ սա հարցազրույցներում միշտ ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից հետո անցել էր երևի 1-2 ամիս եւ հարցումները ցույց էին տալիս եւ որ ես որպես նախարար ունեմ ամենաբարձր ռեյտինգը եւ ինձ լրագրողը հարցրեց այ դուք ունեք ամենաբարձր ռեյտինգը իմ պատասխանը հետեւյալն էր որ մենք չենք եկել այստեղ մեր ռեյտինգի համար եւ մենք եկել ենք բարեփոխումներ իրականացնելու համար եւ կոնկրետ իմ մասով ասացի որ այնքան խնդիրներ կան կրթության եւ գիտության ոլորտում այն ժամանակ կրթության եւ գիտության նախարարն էի հետո նոր դարձա նաեւ մշակույթի եւ սպորտի նախարարը միասնական նախարարությունում այնքան շատ են խնդիրները որ երբ որ դու մտնես եւ սկսես այդ ռեֆորմները իրականացնել,
ռեյտինգից կարող է ոչ մի բան չմնալ, բայց դու չպետք է վախենաս նրանից, որ քո ռեյտինգը ընկնում է ռեֆորմների արդյունքում, որովհետև եթե դու պետության մարդ ես եւ եթե դու ունես քաղաքական առաջնորդություն, դու պետք է քո քայլերը այնպեսին անես եւ այն սկզբունքը լինի, որ երկարաժամկետ դա պետության, բարօրության, զարգացման վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Նույն կրթության օրինակով կարող եմ ասել, կրթության ոլորտում բարեփոխումները իրենց ազդեցությունը տալիս են 10-15 տարի հետո եւ երեք մի փաստ բերեցին, որ ֆիքսվեց, որ կրթության բարեփոխումները արդյունք տալիս են, բայց դրա մասին չեմ ուզում ասել եւ հետեւաբար ձեր հարցին ուզում եմ ասել, այո, քաղաքացիական պայմանագիրը վարչապետը չեն կարող ունենալ նույն այն ռեյտինգը, որ ունեն 18 թվականին, բայց ես համոզված եմ, որ 26 թվականի ընտրություններին մենք կունենանք այն արդյունքը, որը թույլ կտա մեզ ձևավորել կառավարություն։ Այդ դրանում համոզված եմ։ Պարոն Հարությունյան, նաև խոսենք ձեր ընտանիքի մասին, անդադար ինչ են խոսում, կարճ մի դրվագ նկարագրեմ, ձեր եղբոր մասին խոսում եմ, որ դարձել է Սերժ Սարգսյանի Փեսա նախկին Միքայել Մինասյանի Վատիկանի դեսպաներ նշանակված ամբողջ գովազդային համակարգը վերցրել է, ինչպես ժամանակին Միշիկներ վերցրել, ձեր մի եղբոր մասին այդպես են նկարագրում եւ ասում են, որ ձեր եղբայրը քաջարանի հանքում է աշխատում, բայց աշխատանքի չի գնում։ Ինչ որ պատմում են ձեր ընտանիքի մասին, որքանով են սրանք իրական, արդյոք ձեր մի եղբայրը գովազդի շուկաներ ձեռքը վերցրել, արդյոք ձեր եղբայրը ընդունվել է քաջարանում աշխատանքի եւ աշխատանքի չի գնում։ Ինչեր են պատմում։ Զրո կապ ունի այն ինչ որ ասվեց իմ ընտանիքի հետ, որովհետեւ իմ եղբայրը չի աշխատում քաջարանի, կարծեմ պղնձամոլիբդենային իմաստն էին ասում։ Եվ իմ մյուս եղբայրը դեռ 18-ից առաջ երևի մի 7 տարի աշխատել է գովազդային համակարգում եւ շարունակում է ըստ էության գովազդային համակարգում մնալ եւ որևէ առնչություն չունի ինքը գովազդի մոնոպոլիաների հետ որևէ։ Ուղղակի գովազդի ոլորտում ձեր մի եղբայրը աշխատում է, այնպես ինչպես աշխատել է նախկինում, այսինքն նոր բան չի անում ըստ էության։ Որտեւ իրեն վերագրում են, որ Միքայել Մինասյանից հետո ինքն է եկել ու ոլորտը իր ձեռքը վերցրել։ Այդ նույն Սերրի կարդինալի, Գորշ կարդինալի տրամաբանության մեջ է, երբ որ չես կարողանում կոնկրետ քաղաքական առումով հարվածներ հասցնել, եւ դա ակներևա նաեւ բազմաթիվ լրագրողների հետ իմ շփումներից իրենք սկսում են միֆեր եւ ասեկոսեներ եւ fake լուրեր տարածել, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Ես մարդի երկրում նույնիսկ բնակարան եք գնել։ Այդպիսի բաներ կա, դեռ ես սովորաբար որպեսզի հանգիստս պատշաճ լինի, սիրում եմ հյուրընկալվել ընկերներից Միացյալ Նահանգներում, ինչու, որովհետև այնտեղ 12 ժամվա տարբերություն է, երբ որ այստեղ աշխատում են, այնտեղ գիշեր է, երբ որ այնտեղ ցերեկ է, այստեղ քնած են եւ քիչ են անհանգստացնում։ Դուք էլ հանգստանում եք։ Ես էլ կարողանում եմ հանգստանալ եւ Միացյալ Նահանգներ, երբ որ 2-3 անգամ գնացի, այնտեղ ինձ իմ բարեկամները ասեցին, գիտես ինչ են ասում են, որ դու ստեղ տուն ունես եւ օգոստոսին սովորաբար երբ գալիս ես երեխայդ դպրոց ես տանում առաջին օրը, դրա համար ես գալիս եւ այսպիսի բան ես տուն ունեմ նաեւ ըստ այդ fake լուրերի Կանադայում, երեք իմացա որ տուն ունեմ Իսպանիայում, բայց այս լրատվամիջոցներից մեկը չէի ստուգել ֆիքսել էր, որ այդ տունը, որը իբր ինձ է պատկանում, այդ տունը վաճառքի է դրված եւ որը մեկին չի պատկանում։ Հումորով եք վերաբերվում այդ։ Շատ, եւ երեք էլ այդ Իսպանիայի տան վերաբերյալ ես ինքս դրեցի իմ էջում եւ հրապարակում արեցի, որ տեսեք թե ինչ են գնում։ Նաեւ բան Հարությունյան։ Ընտանիքի հետ կապված էլ ավելացնեմ, որ իմ ընտանիքում դա կփաստեն եւ բարեկամները եւ հարևանները եւ թաղի ժողովուրդը եւ շենգավիցիները, որ որևէ բան չի փոխվել։ Շենգավիցիները երևի գետ մեկ անգամ չեն տեսել, որ իմ ծնողները օգտվեն իմ ծառայողական մեքենայից։ Մեկ անգամ։ Կարող է 1-2 անգամ ինչ որ մի միջոցառման եմ գնացել կամ
վատ առիթի ինչ որ մի ծնողներս տանից ինձ հետ գնացած լինեն, բայց դա կարող է լինի 1-2 անգամ, բայց ավանդաբար այդպես ընդունված է, չէ, թե դու ունես ծառայողական մեքենա, ընտանիքին է դա սպասարկում։ Իմ մորս ամեն օր կտեսնեն, օրինակ Շենգավիթում տան առօրյա հոգսերը հոգալիս գնումներ անելուց ոդկով երբեք որևէ անգամ տեսած չեն լինի որ ծառայողական մեքենան իմ ընտանիքին սպասարկի։ Ես երբ որ խոսում եմ բարեվարկությունից, այդպես բան չեն անինչա զուտ ասելու համար չեն դրանք։ Դա իմ կենսակերպն է։ Եվ այդ սկզբունքները ես պահում եմ, որքան մաքսիմալ ինձ հնարավոր է լինում դա պահել, մարդիկ կարող են դատել, բայց կարծում եմ, որ հիմնական եւ 99% դա ստացվում է։ Պարոն Հարությունյան, նաև Նիկոլ Փաշինյանը լրագրող է եղել եւ իր իշխանության ժամանակահատվածում մենք լրագրողներս ամենաշատն ենք հալածվել եւ ատելություն կա լրագրողների նկատմամբ։ Նաև դուք երբ որ կրթության գիտության նախարար էիք, ասում եք, որ դեղին մամուլ են, լուրերը սխալ են գրում, հաշտ չէիք։ Ինչն է պատճառը, ինչի են այս իշխանությունները լրագրողներին ատում։ Կա նման բան։ Առիթ եղել է խոսելու այս թեմայով։ Ես կարծում եմ, որ մեր լրագրողական դաշտը ամենասկզբից մի մեծ սխալ թույլ տվեց։ Եվ այդ սխալը այն է, որ իրենք չհասկացան, որ իշխանության հետ աշխատելիս իրենք պետք է հաշվի առնեն, որ սա միանգամայն այլ տիպի իշխանություն է։ Ես չեմ ասում 100% ժողովրդավար, բայց շատ ավելի ժողովրդավար, քան նախորդը։ Ես չեմ ասի, որ 100% ոչ կոռումպացված, բայց 99% ոչ կոռումպացված իշխանություն է։ Մի իշխանություն է, որտեղ չկա համակարգային կոռուպցիա եւ այլն։ Եվ իրենք սկսեցին հարաբերվել մեզ հետ, կարծես հարաբերվում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ, Սերժ Սարգսյանի իշխանության հետ, նույն գործիքներով, նույն տրամաբանությամբ, նույն մտայնություններով։ Եվ այստեղ այս խզումը սկսեց առաջանալ, որովհետև երբ որ քեզ վերաբերում են հանիրավի, դու կամաց կամ սկսում ես հեռանալ այդ մամուլից, որովհետև ինչի համար է պետք մամուլը նաև իշխանությանը։ Եվ ինչու են ասում չորրորդ իշխանություն, որովհետև չորրորդ իշխանությունը պետության հենասյուներից է եւ որքան արդյունավետ է աշխատում, որքան թիրախային է քննադատությունը, այնքան շահում է պետությունը։ Եվ եթե դու անընդհատ բախվում ես fake news-երի, եթե դու անընդհատ ստիպված ես ընկնել լրատվամիջոցի հետևից հերքումներ պահանջելով, երբեմն դատի տալով, դու էլ չես ուզում աշխատես այդ մամուլի հետ, որովհետև քո նպատակը ինչ պետք է լինի, որպեսզի այդ մամուլը ցույց տա իրականությունը։ Լավ ես աշխատում, այդ լավը ցույց տա։ Վատ ես աշխատում, վատը ցույց տա։ Հանդուրժող չէ քննադատությունը, պարոն Հարությունյան։ Այդ քննադատություն չի, ես քննադատության շատ հանդուրժող եմ, ես շատ ուշադիր եմ հետևում մամուլին։ Ես ամեն օր ստանում եմ մամուլի տեսությունները։ Ասեմ ավելին, որտեղ մամուլում կան կոռուպցիոն երևույթներ, մենք պարտադիր դա ուղարկում ենք համապատասխան մարմիններին, իշխանությանը վերաբերող։ Բոլորը ստուգում ենք, բոլորը։ Բայց երբ որ դու անընդհատ ստիպված ես ոչ թե աշխատել, այլ մարտնչել, այդտեղ հոգնում ես եւ դադարում ես իրենց հետ աշխատելուց։ Հիմա ես այս հաղորդման ինչ եմ մասնակցում, որովհետեւ նախորդ մի քանիսը տեսել եմ, որ ինքնանպատակ չի քննադատությունը, մարդիկ եկել են այստեղ իրականությունը վերհանելու, այլ ոչ թե ինքնանպատակ, նախորդ ճեպազրույցին էլ օգտագործեցի այդ բառը, չանա տալու, երբ որ դա չկա, գնում ես այդ եթերին, գնում ես հարցազրույց ես տալիս, թեկուզ սուր հարցեր են տալիս, իդեպ ես ոչ մի հարցազրույցի պատրաստված չեմ գնում, որովհետև այն հարցը, ով գնաց հարցազրույցին պատրաստված հարցերով, այդ հարցազրույցը հաստատ տապալված է եւ
սկզբում այդպիսի երևույթներ ինձ հետ կապված էլ ա եղել, հետո ես ասել եմ, որ պետք չի ինձ հարցեր ուղարկեն, թե ինչ են հարցնելու։ Հիմա այստեղ էլ ենք եկել առանց որևէ պատրաստության, ճիշտ է, բայց ես եկել եմ, որովհետեւ բացահայտեմ իրականությունը։ Ես իմ իրականությունը բացահայտեմ, դուք էլ որպես լրագրող փորձեք լսել, ճշմարտությունը վերհանել, կհավատաք, կլուսաբանեք, չեք հավատա, կքննադատեք։ Քննադատությունից վախ չկա։ Չկա, չունեք։ Պրոբլեմ կա անընդհատ ֆեյքին արձագանքելը։ Պրոբլեմ կա, երբ որ դու մի բան ես ասում, նախ բարձ ստորադասական նախադասության վերջին ստորակետից հետո այդ հատվածը դնում են եւ դարձնում են վերնագիր։ Այս պրոբլեմը կա։ Եվ մենք հիմա ստիպված ենք այնպիսի նախադասություններ ասել, որ որևէ ձև կտրելով այդ նախադասությունը վատ բան չստանան։ Բայց սա պրոբլեմ է, որովհետև դու ունես բազմաթիվ լիազորություններ, պարտականություններ, ժամանակը չի հերիքում եւ դու ստիպված ես այդ շփման արդյունքում ընկնել ինչ որ բաներ հերքելու հետևից։ Հանդուրժող եղեք պարոն Հարությունյան լրագրողների հանդեպ։ Ես շատ հանդուրժող եմ, ես իմ ցավը գալիս է նրանից, որ ես ինքս լրատվական դաշտում աշխատել եմ։ Հիմա օրինակ լրագրողները մեծ դեր ունեցան հեղափոխության ժամանակահատվածում։ Այո, եւ դա անառարկելի է, բայց ես ասում եմ, այդ մուդը իրանց մոտ չփոխվեց, նույն իրավապաշտպանները։ Այսօր Ժաննա Ալեքսանյանը, որը մինչև 18 թվականը այդ ավտորիտար ռեժիմի դեմ պայքարել է, ինքը նույն գործիքներով եւ բառապաշարով պայքարում է այս իշխանության դեմ, որը արդար չի։ Որովհետեւ ես մի քանի անգամ իրան գրել եմ, որովհետեւ նաեւ իր հետ միասին Հելսինկյան ասոցիացիայում աշխատել եմ։ Բայց հետո հասկացա, որ դա անիմաստ է։ Նույնը լրագրությունն է։ Հիմա ես օրինակը բերեցի, ես ինչ եմ ձեզ հետ հարցազրույց անում, որովհետեւ տեսել եմ, որ օբյեկտիվ է նախորդ հարցազրույցները եղել, բայց որ տեսնում եմ, ասենք, մի լրագրող կամ խմբագիր իր էջում տարածում է fake լուր, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը եւ Էրդողանը համաձայնության են եկել կամ Էրդողանի պահանջով Հայաստանում մզկիթներ են սկսել կառուցել, իբր արդեն հիմքերը գցել են եւ այլն, եւ ինքը տարածում է, ես անլուրջ եմ վերաբերվելու այդ լրատվամիջոցին։ Թիրախավորում եք նաեւ։ Չեմ թիրախավորում, ես որպես իշխանություն ուզում եմ, որ լավը լինի լրատվամիջոցը, այնպես ինչպես նորմալ լրագրողը, որ իր լիազորությունները կամ իր պարտականությունները ճիշտ է կատարում, ուզում է ունենալ լավ իշխանություն, այնպես էլ իշխանությունը ուզում է ունենալ լավ չորտ իշխանություն, ընդամենը։ Հասկացա եւ նաեւ ամփոփելով մի դեպք հիշեմ 2019 թվականի, երբ որ նախարար էի ԿԳՄՍ, այդ ժամանակ ձեզ առաջարկեցին դիրիժորություն անել ամանորյա մի միջոցառման ժամանակ, հետաքրքիր էր, դուրս եկաք դահլիճ եւ դիրիժորություն արեցիք։ Վերջին անգամ դա է եղել, թե եղել են դեպքեր, որ դիրիժորություն արել եք։ Դա եղել, ջերմ հիշողություն են դրա հետ կապված, որտեղ առհասարակ ես երաժշտություն շատ եմ սիրում։ Իսկապես դուք եք անում, պատրաստված եք, թե ուղղակի անակնկալ դուրս եկաք։ Ընդհանրապես, քանի որ այդ գործը ես նախկինում շատ էի լսել եւ այդ ամբողջ գործը լավ գիտեի, շատ բնական ստացվեց, բայց որևէ փորձ չէր եղել եւ լավ ստացվեց եւ շատ ջերմությամբ եմ հիշում, դա եղել է վերջին անգամ։ Վերջին անգամ եք դիրիժորություն։ Որտեղ դրանից հետո իհարկե եկավ COVID-ը եւ պատերազմը եւ նման հնարավորություն կամ նման առիթներ արդեն քիչ եղան, շատ ավելի այլ բնույթի աշխատանք կար անել։ Պարոն Հարությունյան, ես ունեմ նաև մի քանի բլից հարցեր, որ կխնդրեմ ավելի արագ հարցերին պատասխանել։ Փորձեմ։ Ինչն է ձեզ ամենաշատը զայրացնում աշխատանքում 3 բան։ Դանդաղկոտությունը, սուտը, անարդյունավետությունը։ Եթե 3 բառով նկարագրենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ոճը, ինչպես կներկայացնենք։ Նպատակասլաց, արդյունավետ, դժվար է ասել։ Պահանջկոտ գուցե։ Պահանջկոտ։ Ձեր կարծիքով հաջորդ 5 տարիներին Հայաստանի 3 ամենամեծ մարտահրավերը։ Հայաստանի համար իհարկե չի ասի մարտահրավերը ընտրությունները, բայց կարծում եմ կարևորագույն իրադարձություն է։
Պետք է իհարկե շարունակենք նաև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման ուղղությամբ աշխատանքը եւ անձամբ ինձ համար մի մարտահրավեր կա, ես նաև ղեկավարում եմ աշխատանքային խումբը, որը պետք է կազմակերպի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մայիսի սկզբին Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մեկ հայտնի մարդու հետ հնարավորություն ունենայիք ճաշել, ով կլիներ։ Մեկ մարդու հայտնի անձ լիներ ու ուզում եք ցանկություն ունենայիք ճաշելու։ Հայաստանից թե դրսից։ Դրսից կարող եք ասել։ Առհասարակ։ Օրինակ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին։ Դոնալդ Թրամփի հետ արդեն հանդիպել եմ։ Մակրոն հանդիպել եք երևի։ Հանդիպել եմ քաղաքական գործիչներ իհարկե չէի ուզենա, օրինակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի։ Երբ եք վերջին անգամ մեկ օր ամբողջությամբ անջատել ձեր հեռախոսը։ Չի եղել այդպիսի բան։ 2018 թվականից հեռախոսս չի անջատվել, բայց ասեմ ինչն է անջատվել 2018 թվականից իմ հեռախոսի զանգն է անջատված։ Գետ 1 ժամ իմ զանգը միացրած չի եղել, որովհետև դա շատ է անհանգստացնում, բայց ես բոլոր զանգերին պատասխանում եմ եւ վիբրացիայի միջոցով, որովհետև իրականում այդ լարված իրավիճակում զանգը ավելի է լարում իրավիճակը եւ ես բայց որևէ մեկը չի կարող ասել որ զանգում չեք վերցնում, որ կամ չեմ վերցնում կամ անմիջապես կամ կարճ ժամանակում չեմ պատասխանում եւ երեկոյան իմ հեռախոսի սկրինի բոլոր չպատասխանված զանգերն ու մեսեջները 0-ի են հավասար, որովհետև ես պետքա բոլորին պատասխանեմ, եթե նույնիսկ օրվա ընթացքում չեմ հասցրել պատասխանել։ Աշխատանքում ամենաշատ օգտագործված բառը լսում եմ, պարզ է, թե մի րոպե։ Պարզ է։ Իսկ Փաշինյանի կողմից ամենաշատ օգտագործվող բառը աշխատանքում։ Առաջ գնանք, անենք։ Եթե կառավարության կաբինետից մեկին հանձնարարեիք TikTok վարել, ով կլիներ այդ զոհը։ TikTok վարել։ Մի նախարար գերատեսչության մի ղեկավարի ում կառաջարկեիք օրինակ TikTok վարել։ Չգիտեմ ով ունի TikTok, որովհետև ես TikTok-ում չկամ եւ չգիտեմ ով է այնտեղ հարցնավետ։ Լավ, իմ ընկերոջս ասեմ, Վահե Հովհաննիսյանին։ Ո՞րն է ամենաանսպասելի հարցը, որ ձեզ տվել են լրագրողները։ Չկա այդպիսի հարց։ Ասեմ ինչի, որովհետև ես քիչ առաջ էլ ասեցի, ես չեմ պատրաստում որևէ հարցազրույցի եւ ըստ էության դրանք էլ ինձ համար անսպասելի չեմ կարող ասել։ Նոր քիչ առաջ հնչեցված հարցերը։ Նիկոլ Փաշինյանի գրառումներին հետևում եք, ձեր առաջին էմոցիան ո՞րն է լինում։ Հետևում եմ, բնականաբար իմ ղեկավարն է եւ ես աշխատում եմ էմոցիաներով առաջ չգնալ եւ սառը ընդունել բոլոր այն տեղեկատվությունները, լուրերը, որ ստանում եմ եւ նաեւ դա ընդունում եմ որպես իմ ղեկավարի մեսեջ, որը հրապարակային ներկայացվել է։ Ձեր կյանքի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող մարդը ով է եղել։ Իմ ծնողներն են, բայց եւի կասեմ, որ մորական պապս։ Եթե մեկ սովորություն կարողանայիք փոխել ձեր մեջ, ո՞րն է լինելու։ Ես չգիտեմ, ինչ վատ սովորություններ ունեմ։ Ճշտապահ եք, ես իմացա, որ բծախնդիր։ Ես շատ մաքսիմալիստ եմ ու երևի դա ինձ իմ առողջության վրա ամենաշատ ազդող բանն է, բայց երևի մաքսիմալիզմը կփոխեի, բայց եթե սկսեմ մաքսիմալիզմը փոխել, ուրեմն այս պաշտոնում չպետք է լինեմ, հետևաբար եւ չէի փոխի։ Եթե մի բան կարողանաք սովորել 0-ից, ո՞րն է լինելու դա։ Ճիշտն ասած, մի բան կա, որ շատ եմ ափսոսում, ես 3 տարի գնացել եմ Դաշնամուրի, հետո թողել եմ եւ հիմա շատ ափսոսում եմ եւ ճիշտն ասած վերջերս ընկերներս հետ խոսում էի, ասացի, երբ որ ավելի շատ ժամանակ ունենամ, դա երևի թոշակ գնալուց կլինի, անպայման կսովորեմ նորից նվագել։ Եվ վերջին անձնական հարցը, երբ կամուսնանաք, ով է լինելու ձեր ընտրյալը, չափորոշիչներ կան, թե ոչ բանալիություն։ Ես դրան միշտ պատասխանում եմ, ասում եմ, այս աշխարհում գոնե մեկը պետք է երջանիկ լինի։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, իմ հարցերին անկեղծ պատասխանելու համար։ Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։